Ինքնաբավ մարդը խնայում է ժամանակը, խնայում է մարդկանց, խնայում է բնությունը, խնայում է բոլորին և ամենը, անգամ արևին։ Ողջույն սիրելիներս, մենք այսօր խոսելու ենք քո մասին։ Երբ ասում եմ մենք, ես արդեն վստահ եմ, որ դու գիտեք, թե ով է նստած իմ կողքի հրաշք, սիրուն եւ կանացի ու բարի անձնավորությունը։ Ողջույն Լիա։ Անկեղծ կլինեմ, քանի որ թեման էլ ինքնաբավությունն է։ Լիան երբ բացման ժամանակ միշտ շռայլ նկարագրում է ինձ, ոչ մի անգամ չեմ ասել, լավ Լիա, միշտ ուշադիր սպասում հաջորդ անգամ ինչ ես ասել։ Հիմա ինչ ես ասել։ Թող անհամեստություն չհնչի։ Քանի որ մենք սիրում ենք դրական խոսքեր։ Քանի որ մենք չենք օգտագործում քաղցրավենիք սուրճի հետ, բայց կարող ենք ունենալ, մենք միշտ քաղցր բառերով լրացնում ենք եւ համեմում ենք մեր դու ես սիրուն այր ասում այդ բառը սրճախմությունը, այո։ Այսօր երկու բարեգործ մարդիկ որոշել են խոսեն քո մասին։ Այսօրվա մեր թեման, եթե ինքնաբավ ես, ապա վայելում ես։ Ինձ թվում է ստացված վերնագիր է եւ արդեն կաշխատի մարդկանց համար, որովհետեւ նույնիսկ եթե ժամանակ չունենաք դիտելու տեսանյութը, ապա վերնագիրը հուշելու է, որ մի րոպե ես ինքնաբավ եմ, հարցը կա վերնագրի մեջ։ Եթե ոչ, ուրեմն ես չեմ վայելում։ Արագ պետք է դառնամ ինքնաբավ, որ վայելեմ։ Կեցես Լիա, կեցես։ Այո, հենց այս տրամադրությամբ սկսենք վերլուծել, որովհետև մեր հետևորդները հիմա ուզելու են հասկանալ ինչ է ինքնաբավությունը։ Եվ մենք միասին վերլուծելով փորձենք փակագծերը բացել, որտեղ դու ինձ շատ օգնում ես քո խելացի հարցերով։ Ես պատրաստ եմ։ Այո, գնացինք։ Հավաքում եմ բոլորի մտքերի հարցերը եւ հերթով քննարկում ենք։ Ինքնաբավությունը բառի մեջ կա հուշումը։ Երբ ես բավարարված եմ իմ գործողություններից, իմ մտքերից, առհասարակ իմ կյանքից։ Ավելի պարզ ասեմ, գոհ եմ իմ կյանքից։ Ես գոհ եմ իմ ստեղծածից, իմ արարքից։ Այնքան կարևոր է, որ փոքր հասակում երեխան նայում է ծնողին եւ հասկանում է, որ ծնողը գոհ էր։ Այսպեսի մի ժեստ կա, որ երեխաները սպասում են, որ ծնողը հավանություն տա։ Իհարկե մենք ախելության ժամանակ քննարկել ենք, որ պետք է խիստ զգույշ լինել այս ամենի մեջ, բայց ինքնաբավության ժամանակ արդեն մի ուրիշ կողմից կքննարկենք, որ մենք կարողանանք երեխային սովորեցնել, որ քո արարքը, երբ դու ենթարկում ես ինքնակննադատության, անպայման գտնես այն ելքը, որտեղ դու քեզանից կլինես բավարարված։ Մեր պահանջմունքները, չէ՞ որ մենք պահանջմունքներից ենք բաղկացած։ Մեր պահանջմունքները հերթով պետք է լինեն բավարարված։ Ուղղակի իմ ասածը հասկանալու համար, չգիտեմ ինչի ինձ թվում է անդադ ինքնաբավություն պետք է բացատրել ու հələ բացատրում եմ։ Սա հասկանալու համար շատ կարևոր է հիշել սոված մարդուն։ Ուտելու պահանջմունքը պետք է բավարարել, որպեսզի մարդը չլինի սոված։ Եթե սոված է, ուրեմն դժգոհ է, ուրեմն բարկացած է, ուրեմն տրամադրություն չունի։ Մի բան այն չէ մարդու մոտ։ Հիշենք մեզ, երբ օրինակ նկարահանումների այն պահն է գալի, որ արդեն շատ սոված ենք եւ պետք է շտապենք ընթրելու։ Այս եւ նման պահանջմունքները, իսկ պահանջմունքները, եթե գանք բնական կարիքները հոգալուն է վերաբերվում, սովածն ու ծարավն է, սիրելն ու սիրված լինելն է, ստեղծագործելն է, նորույթ ի հայտ բերելն է, այս ամենը եւ ավելի խորքային պահանջմունքներ կան, նյութը չեմ ուզում ծանրացնել, այս եւ նման շատ պահանջմունքներ նաեւ կյանքում գալիս են եւ համակարգված մեզ կանգնեցնում են փաստի առաջ։ Մենք բավարարված ենք, թե ոչ։ Իսկ ինչպես ենք կարողանում տալ գնահատականը, արդյոք մեր անձը ինքնաբավ է, թե ոչ։ Երբ ենք կարողանում գիտակցել գնահատականի կարևորությունը եւ ռեալությունը։ Ես հիմա շատ հեշտ դա ցույց կտամ։ Տեսել եք մարդկանց, ովքեր խոսում են իրենց աշխատանքից եւ երջանիկ են, ուրախ են։ Օրինակ 1 Հաջորդ հարցը քո մասին է։
Տեսել եք մարդկանց, ով նկարագրում են իրենց երեխաներին ու նկարագրության մեջ վայելում են իրենց երեխաներին։ Այդ մեկն է ես։ Այդ մեկն էլ քո մասին էր։ Այո, օրինակ ես չեմ խուսափում վայելել իմ երեխաներին, ինչու, որովհետև շատերին դա կարող է թվալ, որ ես գովում եմ իմ երեխաներին, բայց ես խոսելիս, նրանց մասին պատմելիս, նյութը կիսվելիս, նյութ ստեղծելիս, այո, վայելում եմ։ Այս եւ նման շատ օրինակներ ինքնաբավության մասն են, բայց շարքը շարունակեմ, որովհետեւ աշխատանքը երեխաները քիչ կլինեն։ Տեսել եք մարդկանց, ովքեր խոսում են իրենց հայրենիքի մասին եւ փայլում են։ Բոլորս երբ խոսում են Հայաստանի այս սենյակում, Սյունիքի մասին խոսելիս են քո աչքերը փայլում եւ այսպես շարունակ։ Տեսել եք մարդկանց, ովքեր խոսում են իրենց ծնողների մասին եւ խոսքերը չեն հերիքում, անդադ ուզում են նկարագրեն, ինչքան լավն են, ինչքան շատ բան են արել իրենց համար եւ առհասարակ ինչքան տաղանդավոր են։ Հաստատ տեսել եք, չէ՞ մարդկանց։ Այս է ինքնաբավությունը, որ դու եւ քո շրջապատը եւ քո սոցիալական միջավայրը քեզ գոհացնում են։ Բայց այստեղ հայրենիքը չպետք է փոխվի, որ մենք գոհ լինենք։ Ծնողը չպետք է փոխվի, որ մենք գոհ լինենք։ Եթե մարդը ինքնաբավ է, նա ամեն ինչի մեջ գտնում է իր ինքնաբավությամբ։ Ուղղակի ինքնաբավությանը պետք է հասնել։ Դրա համար պետք է ժամանակ, տրամադրվածություն եւ ամենակարևորը խորություն։ Ես կարծում եմ նաև շատ կարևոր է, որ ի սկզբանե գիտակցելով ընդունես, որ դու ինքնաբավ չես, որ կարողանաս այդ խնդիրը քո մեջ բացահայտելով լուծես եւ գնաս ինքնաբավության ճանապարհով, որովհետեւ շատ դեպքերում քո նշած տարբերակները անձին չհամապատասխանելով ինքնապաշտպանական ռեակցիան այնքան ակտիվ եւ ակնհայտ է, ով ասեց ես գոհ եմ, ես ինքնաբավ եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Այս տոնայնության մեջ ես լսեցի փախուստ։ Եթե այսպես է այո, խնդրից փախուստ, ներքին ունեցած խնդրից փախուստ, անհաջողությունից փախուստ, անինքնաբավությունից փախուստ։ Իրականում Լիա, մենք պետք է ինքնաբավության մյուս բևեռը հիմա քննարկենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ բևեռում է ինքնաբավությունը, որովհետև ասել ես ինքնաբավ եմ, դա բավարար չէ։ Մենք ուղղակի հիմա հիշեցինք մարդկանց, ովքեր իրականում ինքնաբավ էին, այս կամ այն ոլորտում, դաշտում, շերտերում։ Ինքնաբավության մյուս բևեռը դա դժգոհությունն է։ Մարդիկ, ովքեր անընդհատ դժգոհում են, բողոքում են, նվնվում են, երկիրը երկիր չի, այսինչը այնինչ չի։ Այս մարդկանց տեսել եք։ Ամեն ինչից դժգոհ են, ամեն ինչից բողոքում են եւ ամենքը իրենց պարտքեն ինչ որ մի բան։ Բոլորը պարտավոր են նրանց։ Բոլորը պարտավոր են, կեցես այդ մանիպուլյատորներին մոռացել էի։ Բոլորը ինձ պարտքեն։ Նոր թեմա ունենք խոսելու։ Այո, կխոսենք պարտադիր։ Այս դեպքում չի կարող լինել ինքնաբավություն։ Եթե մարդուն թվում է, որ դժգոհելով, պահանջելով, պարտադրելով այս կամ այն ձևով կարող է հասնել ինքնաբավության, նա սխալ ճանապարհի վրա է։ Դա կտանի նրան հյուծվածության, ինքը անընդհատ բողոքելով կպարպվի եւ կհյուծվի մի օր, եւ մենակ կմնա, եւ չի ունենա այն ցանկալին, որի համար բողոքում էր, չէ՞ որ բողոքող մարդուն էլ թվում է, որ ինքը արդար է, ինքը անդադ պահանջում է եւ պետք է ստեղծի այն ամեն ինչի մասին մտածում է։ Եկել եմ ասելու ոչ, դա չի տանում ինքնաբավության, որովհետև բողոքող մարդու ցանկությունը դառնալ ինքնաբավ, ստեղծել երջանիկ միջավայր, բայց ինքը անում է հակառակը ու շատ սխալ էմոցիաների շրջանակ է ընտրել, ընտրել է բացասականը։ Ինքնաբավության մեջ հետևյալն է՝ յուրաքանչյուր մարդու մեջ գտնել լավ հատիկ, լավը ցանել, լավը սերմանել, դրականի մասին ստեղծել անծայրածիր դաշտեր, որտեղ որ դու անդադ կցանես, իսկ աշնանը կհնձես, այսպես ժողովրդական ստացվեց։ Իսկ բողոքի ալիքը որպես այդպիսին ինքը տանում է նրան, որ մարդը անդադ կորցնում է։ Ինքնաբավության ժամանակ մարդը անդադ ձեռք է բերում։ Ոչ թե դա նյութական մի բան է, որ բողոքի ժամանակ ասեց, դրամապանակը կորցրեց, ինքնաբավության ժամանակ գոհը եւ ձեռք բերեց, ինչ որ մի բան, չէ։ Ինքնաբավության ժամանակ մարդը դիմացինի մեջ նկատում է լավը, ստեղծեց հարաբերություն։
Մեկ այլ դաշտում ցանեց դրականը, ստեղծեց նոր տեսակի հարաբերություններ։ Դա կարող է լինել ընտանեկան, միջանձնային, գործնական, ամեն տեսակի հարաբերություններ։ Դժգոհելու ժամանակ, եթե նույնիսկ մարդը ինտելեկտուալ է, խելացի բաներից է դժգոհում, ինքը միևնույն է անընդհատ կորցնել է, որտեղ նեգատիվի մեջ մարդիկ չեն սիրում լինել, անկախ նրանց իրենք նեգատիվ են թե ոչ, բայց նեգատիվի մեջ ապրելը, լինելը հաճելի չէ։ Վերցնենք ինքնաբավ մարդկանց խումբը, ովքեր ինքնաբավ են, գնահատում են իրենց կյանքի, էս ինչ ծնգած։ Հա։ Վերցնենք ինքնաբավ մարդկանց խումբը, մարդիկ ովքեր ինքնաբավ են, գնահատում են իրենց ժամանակը եւ կյանքը։ Նրանք կարողանում են վայելել կյանքը, վայելել իրենց կյանքի մեջ եւ վայելել ներկան, վայելել ակնթարթը։ Լիա, սիրելիս, ինքնաբավ մարդը խնայում է ժամանակը, խնայում է մարդկանց, խնայում է բնությունը, խնայում է բոլորին եւ ամենը, անգամ արևին։ Այսինքն չի թողում արևի ժամը անցնի, ընդունում է արևային լոգանք։ Վայելում է։ Ինքնաբավ մարդը վերցնող է, հոգին բաց է, գրկաբաց է, սիրտը բաց է եւ կարողանում է պարտադիր ներս թողնել այն հոսքը, որը որ գալիս է ջրի ձայնից, օվկիանոսի խշշոցից, արևի ճառագայթներից, մարդկանց ժպիտից, գրկախառնությունից։ Այդպիսի մարդիկ ոչ մի տոն բաց չեն թողնում, նրանք տոնը տոն են դարձնում, օրը տոն են դարձնում։ Ուրախ, ծիծաղկոտ մարդիկ են։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, որ այդ մարդիկ լինեն հարուստ եւ առանց կորուստների։ Անկամ կորուստի դեպքում ինքնաբավ մարդը, ով ժամանակը խնայում է եւ գիտի, որ այդ պահին է պետք։ Պահը բաց չի թողնում։ Հնարավորությունը բաց չի թողնում։ Այո, պահը բաց չի թողնում։ Էլի եմ կրկնում, այդ մարդկանց չի կարելի առանձնացնել որևէ կրիտերիայով, այսինքն խնդրեմ, ուզում եմ պահը բաց չթողնեմ ու վայելեմ։ Քո ներկայությունը։ Ու այս տրամադրությունը։ Գիտես ինչն է սիրուն հիմա, որ պահը վայելելուց արցունքներ ունեցար։ Լիքը մարդիկ երբ արցունքները թաքցնում են, ես միշտ ասում եմ, որ դա քոնն է։ Ամենը քոնն է։ Հետ գնացի իմ կյանքի ամենասիրուն բոլոր պահերը, որտեղ բոլորը համարյա թե սիրուն են, ու հիշեցի, ես ուզում եմ, որ էլի իմ օրինակը բոլորի համար օրինակ ծառայի, որ ամենատխուր եւ անհաջողակ պահերին գտել եմ պահը, որտեղ ես երջանիկ եմ ինձ զգացել, հաջողակ եւ փորձել եմ վայելեմ։ Այս իմ վարքյանն է, այս իմ պահն է, ուզում եմ սա վայելել։ Ես քեզ հավատացի։ Պահեցիր դու հենց հիմա քո ձեռքերով, այսպես այդ ակնթարթը պահեցիր։ Միգուցե մենք հիմա շատ խորն ենք վերլուծում ու մի քանի անգամ պետք լինի, որ մարդիկ տեսանյութը հետո առաջ անելով սա վերցնեն, բայց ես ամենաերջանիկը կլինեմ, ամենաինքնաբավը կլինեմ, եթե դուք այս խորությամբ ձեր ակնթարթներին տեր կանգնեք։ Ակնթարթը եկել է, գրկել ես։ Ուրախությունից կարող են հոսել կամ նույնիսկ տխրությունից դա էլ է քոնը։ Եվ դժգոհելու, նեղսրտելու, նեղվելու, նեգատիվը տարածելու փոխարեն դու ակնթարթի մեջ դա պահում ես եւ վայելում ես։ Սրանից ավելի լավ բացատրել եւ օրինակ լինել չէինք կարող։ Նույնիսկ տխրությունը կարող ես վայելել սիրուն։ Կարող ես տխրել, դա քո ընտրությունն է, իրավունքն է եւ դու պարտավոր ես պարբերաբար նաեւ տխրել այդ զգացողությունը եւս մարդու համար է եւ մարդը պետք է պարբերաբար դա վերապրի, բայց դու կարող ես սիրուն տխրել։ Քո անկյոնում, քո առանձին հոգու անձնական անկյոնում։ Երբ սիրուն մարդ ես, այո, սիրուն մարդ նշանակում է բարի մարդ, նշանակում է աջակցող մարդ, նշանակում է զգացող մարդ, նշանակում է մարդ։ Այս տարբերակի մեջ դու սիրուն կարող ես տխրել։ Եթե մարդը տխրության ալիքը գալիս է ու այդ ալիքը ինքը երկարացնում է կամ սկսում է կռվել այդ ալիքի հետ, անիմաստ մի պայքար կարծես կռվես օվկիանոսից եկող խոշոր ալիքների հետ։
Սովորաբար ոնց է բնությունը մեզ սովորեցնում, ալիքը գալիս է, հանձնվում ես ալիքին, ու ինքը քեզ հանում է, ճիշտ է, ու չի լինում վտանգավոր ինչ-որ մի բան։ Մենք ալիքին, էմոցիոնալ ալիքին պետք է կարողանանք հանձնվել, որովհետեւ ինքը մեզ տեսնենք ուր է հանում, երբ մենք կռվում ենք էմոցիա տարբերակում, հավանականությունը մեծ է, որ մենք կպարտվենք։ Պարտությունը գիտեք, որն է էմոցիաների ժամանակ, անկումը։ Անկումային տրամադրություն, երբ մարդը այդ կռվից ընկնում է, կարծես թևերը թուլանում են, դրան նաև դեպրեսիա է, ինքը մխրճվում է սևազգես դեպրեսիայի մեջ եւ այնտեղից դուրս գալը արդեն շատ լուրջ հարց է։ Դրա համար պահը վայելելու համար, կյանքը վայելելու համար, մարդուն վայելելու համար ինքնաբավության սանդղակները պետք է ամեն օր հղկվեն։ Սա ամեն օրվա աշխատանք է, ամեն օրվա աշխատանք է հայլու հետ, ամեն օրվա աշխատանք է ինքդ քեզ հետ, ամեն օրվա աշխատանք է ընկերներիդ հետ, ամեն օրվա աշխատանք է աշխատանքի հետ։ Լսեցիք։ Այո։ Մենակ քո ձայնն եմ լսում, լսեցիք։ Այո։ Ուտեմ քեզ։ Ոնց են 6 տարեկանից արդեն ինքնաբավության մեջ է։ Ճիշտ ճանապարհին է։ Եվ ազնիվ է։ Այո։ Ես շնորհակալ եմ այս զրույցի համար ու այս մթնոլորտի համար, որովհետև ես հիմա կանկեղծանամ, որ իմ ինքնաբավությանը ավելացավ մի բան, որ ես արդեն որ երրորդ նկարահանման օրն է վայելում եմ այս մթնոլորտը։ Նկարահանումը ինքը դժվար մի process է, բայց դու եւ քո թիմը այն դարձրել եք վայելելու առիթ։ Պարտադիր, ինչ ենք խմբում գրում։ Այսօրն ենք հավաքվում, այս ժամից այս ժամը, այս ժամին ընթրիք է, այս ժամին սուրճ է եւ այս ժամին մենք ունենք իրար։ Ես միշտ ասում եմ գնում եմ կրթվելու։ Գնում եմ կրթվելու։ Գնում եմ ավելին բացահայտելու, գնում եմ իմացածս ջրի երես հանելու, գնում եմ եւս մեկ անգամ համոզվելու, գնում եմ վերցնելու, սա էլ է վերցնել։ Ու ես վերցնում եմ, որովհետեւ ես բաց եմ նոր ամեն ինչի համար, նոր օգտակարի համար, նոր բարի համար, նոր թևերի համար, նոր լավ խոսքերի, մոտիվացիաների։ Ես ուզում եմ այս ստեղծած դրական ալիքների մեջ մարդիկ լողան, որպեսզի հասնեն ինքնաբավության ափը, որովհետև կյանքը նման է շատ հաճախ ալեկոծությունների, եւ երբ լողալ չիմանաս, հավանականություն մեջ է որ կխեղդվես, այսինքն կհասնես բողոքի խորքին։ Իսկ եթե դու հանձնվես եւ սկսես լողալ, հանձնվելը խնդրում եմ անգործությանը չշփոթեք։ Հանձնվել ինքնաճանաչողությանը, հանձնվել ինքնակրթությանը, ապա դու կլողաս եւ դուրս կգաս այն բաց ափը, որ ինչպես էր կոչվում ինքնաբավություն, այո, ես կցանկանամ, որ ձեզանից յուրաքանչյուրը, ով հիմա մեզ հետ է, գտնի իր ներսի ինքնաբավության կարևոր սեղմակը, սեղմի ակտիվացնի եւ փորձի վայելել ամեն մի պահը, եւ առաջին հերթին վայելի ինքն իրեն, իր բոլոր տարբեր երանգներով էմոցիաները, իր կյանքը եւ կիսվի իր առաջընթացներով մեզ հետ, որովհետև մենք միշտ բաց ենք եւ պատրաստական ենք լսելու ձեզ, ուրախանալու ձեր ամեն մի նոր քայլով եւ նոր քայլ դեպի հաջողությունով։ Հրաշալի է։ Շնորհակալություն քեզ, սիրելիս, իմ բարեգործ, պատրաստական մարդ։ Բարի կամքդ միշտ բարեգործությամբ պսակվի։ Այո, բոլորինս։ Ձեզանից եւս շնորհակալություն, որ մինչ այս պահը դուք մեզ հետ էիք, մեզ չեք լքել եւ խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել մեր ալիքին, որ բաց չթողնեք մեր հետագա կարևոր թեմաները, որոնք քո մասին են։ Այո։